հռչակվել էր Լեռնային Հայաստանի Հանրապետությունը 2001 թվականին մենք էլ մի շարք պատմաբաններով գնացինք։ Դες այնտեղ էր նաև պարոն վարչապետը, ես իրան չէի ճանաչում, միայն հեռուստացույցով էի տեսել ու կառավարության անդամները։ Դրանից հետո ինքը որպես հետո եմ էլի արդեն անալիզ անում, որպես նորմալ հայ մարդ, բոլորին հրավիրեց հացի, այնտեղ հա հացի տեղը դե պարզ է։ Մեկը ասում է դու կարևարքան եք, մյուսն ասում է դուք էսեք, մեկը սենց է։ Ինձ էլ հերթը հասավ, ես եմ երկու բաժակ արդեն թեթյարա խմած եմ, ինքը մի քիչ ավելի անկեղծած է, մեջդե առաջնորդապաշտության մասին գործում է, դրա մասին խոսեցի, մեղմ ասած ինքը քննադատական էր էլի։ Ինքը ինձ ասեց մի հատ, հետո է այդ տղա, մի հատ ասեք թող գա, ես մի անգամից լրջացա էլի, մինչև մոտեցարյան, ասի քո ինչին էր պետք էլի։ Հա, քո ինչին էր պետք միսպես, այս նորներ, հա, հյուրասիրում են, հյուրասիրել գնալ, քո ինչին էր պետք էլար քննադատեցի։ Հեսա մի բան ավել կասեմ, մի բան պակաս կասեմ, խոսես չի լինում, չխոսես չի լինում, բացի պատիվ իրեն ինքը հասկացա, որ այդ իմ պահվածքը ոչ թե անդաստիրակության, լկտիության արդյունք է, այլ ազնիվ ըմբոստության։ Ինքը սենց դա հիշում եմ, սենց ձեռը սենց տարավ, այսենց կրտինքս մաքրեց, գրկեց, համբուրեց, ասեց ուզում ես այս երկիրը դզվի, ասի իհարկե, ասեց պատրաստ ես քո բաժին պատասխանատվությունը վերցնելու, ասի այո, ասեց դե վաղը քեզ կզանգեն, եթե կուզես, գիշերական տղա ես կգաս եւ կխոսեն։ Եվ ես տենց արդեն ընդգրկվեցի Նեժդեհյան ուսմունքը, մանավանդ ռազմական մանկավարժության հիմնահարցերը, բանակում գրքույկ գրեցինք, այնուհետև Նեժդեհյան գաղափարախոսությունը ներմուծեցինք դպրոցներ, ասինքն իր շնորհիվ ա եղել, ասինքն ինքը մեծ մարդ էր էլի, եւ երկրորդը մի բան էլ ասեմ, ԱՄԿ-ի մասին ֆիլմ էր նկարահանվում, ես այն ժամանակ արդեն 2006 թիվը կամ 6 կամ 7 թիվներ, կամ 6-ի վերջն է կամ 7-ի սկիզբը, հա, ԱՄԿ-ի մասին ֆիլմ էր նկարահանվում, ես վարչապետի օգնականն էի, հայտնի հեռուստաընկերություններից մեկն էր նկարահանում, այս հայտնի պատճառներով չասեմ, էլի չասեք ռեկլամ եք անում բան, հա։ Եվ շատ լավ ստեղծագործական խումբ էր ստեղծվել, դե բայց որպես վարչապետի օգնական, նաև որպես պատմաբան նայում էի սցենարը, գնացինք վերջի անգամ նայեցինք, այնտեղ մի հատ գործիչ կար ԱՄԿ-ական, ինքը հիմա էլ կա, Եկարդ Այնեկյան իրեն, անունը չտան, որը մեղմ ասած շատ խիստ էր քննադատում Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը եւ Անդրանիկ Մարգարյանին, եւ ես փորձեցի նախաձեռնություն ցուցաբերել, այդ սցենարից այդ մարդու անունը ջնջեցի։ Ասես պետք չի։ Ասի տենց է պետք, ես իմ վրա ու արդեն բոլորի անունը կար, բացի այդ մարդու անունը էլի չկար։ Իր անունը չէր հիշատակում եւ ուրիշները տենց է գնում։ Հետո տարանք արդեն նախավերջի օրնա դե սցենարը պետք է տանենք վարչապետին էլ տանք, որ ինքը նայի, մանավանդ ինքն էլ պետք է հարցազրույց տար։ Ես նայեց դա բաց դավոյի պես չեմ անելու, էլի, ասպա ռազմեջիկ ու ասպա հետո ջան, չէ։ Ասես նայեց, ասեց, բայց մարդու անունն ուր է։ Ասի պարոն վարչապետ ջան, ասես ավը քեզ քննադատում է դրան դնենք ինչ անենք։ Ասես դու պատմաբան չես, ասես հա։ Ասես ուրեմն իմացի։ Պատմությունը երբեք չի կարելի կեղծել։ Կապ չունի որ ինքը ինձ քննադատում է, ինքը ԱՄԿ գլխավոր երևելի դեմքերից մեկն եղել եւ իր ձեռքով այդ մարդու անունը գրեց ու ասեց այդո սա քեզ թող դաս լինի եւ որպես եւ որ քաղաքականության մեջ էլ պատմագիտության մեջ էլ երբեք քո անձնական ու կուսակցական շահը առաջնային չդարձնես եւ Անդրանիկ Մարգարյանի ստացած գլխավոր դասից մեկը դա է եղել որ խմբակային կուսակցական առաջնորդի շահը չի կարող պետության շահից վեր լինել կուսակցությունը եւ ընդհանրապես միջոց է ազգային պետական հարցեր լուծելու համար։